Եթերում ենք մենք շարունակում ենք մեր ընթացքը սիրելիներ, իսկ նրանք արդեն իսկ միացել են մեզ ու առաջարկելու են շատ համեղ բաղադրատոմս բոլոր նրանց համար, ովքեր ամենայն դեպս ամենօրյա նույն բաղադրատոմսերից փորձում են փախչել եւ այլ ընտրանքային ինչ-որ համեղ բան պատրաստել։ Իսկ մենք վստահ ենք, որ մեր գործընկեր Անուշը իր հյուրի Փեփրոնեի հետ հիանալի բաղադրատոմս է այսօր առաջարկելու։ Բարի լույս։ Բարի լույս ելույթներ։ Այո, Փեփրոնեն ինչպես միշտ շատ հետաքրքիր բաղադրատոմսեր է առաջարկում։ Փեփրոնե, ասեք, ինչ ենք պատրաստում այսօր։ Այսօր պատահական չենք ընտրել բաղադրատոմսը, հաշվի առնելով, որ առաջիկայում տոներ են, պատրաստենք աղցան նախուտեստ կարմիր պղպեղով, հետաքրքիր նոտաներով ու հանգիստ կարող եք այս ուտեստը նաև սեղանին հյուրասիրությանը դնել։ Եվ արդեն խորովել ենք պղպեղը։ Այո, մենք խորովել ենք պղպեղը, բայց եթե ձեռքի տակ չի լինի, կարող եք հանգիստ պահածոյացված պատրաստի գնել սուպերմարկետներից։ Մյուս բաղադրիչներից էլ կպատմեք ինչ է անհրաժեշտ։ Ես այդ ընթացքում սկսեմ կտրել։ Ունենք մոցարելա, փոքրիկ մոցարելա պանիր, ունենք ձիթապտուղ, ունենք սոճ ընկույզ, իդեպ շատ կարևոր բաղադրիչ է, ունենք մաղադանո, սոխ եւ սխտոր։ Այս ամենը հիմա մենք կմանրացնենք, իրար հետ կմիացնենք եւ ինչպես ասեցի, հրաշալի համ է հաղորդելու եւ հետաքրքիր նախուտեստ է լինելու մեր տոնական սեղանին։ Իդեպ Փեփրոնե, խորոված պղպեղով հիմա շատ հետաքրքիր աղցաններ եւ նախուտեստեր են պատրաստում, շատ տարբեր եւ իրականում իսկապես մի տեսակ շատ այսպես արդիական է դարձել խորոված պղպեղով, թե նախուտեստներ, թե բրուսկետաներ այսպես գեղեցիկ պատրաստել եւ տեսքն է գեղեցիկ լինի եւ համը շատ յուրահատուկ է լինի։ Օգտակարի մասին իհարկե միշտ խոսենք, մեր եթերից միշտ ենք խոսում, ես ճիշտ եմ կտրել այսպես։ Այո, մեծ կտորներ պետք է անենք, շատ մանրեցնել պետք չէ, որովհետև ինձ թվում է ահագին փափուկ է եւ տհաճ չի լինի ուտելու համար եւ նաեւ գեղեցիկ է մատուցամանի։ Այո։ Եվ միայն այս կարմիր կանաչ գույներն արդեն բավական է, որպեսզի ուտելուց առաջ մի հատ շպտանք եւ նոր սկսենք համտեսել։ Ես նաեւ նշեմ, որ մենք կարող ենք բացի այստեղ ունենք սովորական ձիթապտուղ, կարող ենք օգտագործել կալամատա եւ կանաչ ձիթապտուղ, եթե ուզում եք ավելի շատ գույներ, ավելի հետաքրքիր համեր, այս աղցանը այնպիսին է, որ միշտ կարելի է ինչ-որ վարիացիաներ անել ու հետաքրքիր լուծումներ ստանալ։ Հիմա այստեղ ես աղ եւ պղպեղ կանեմ եւ ձիթայուղ կավելացնենք։ Փեփրոնե, երբ ասացիր նախուտեստը կամ աղցանը նաեւ սպասվելիք տոների համար կարող է հրաշալի լինել, խոսքը ամանորի մասին, այո։ Իհարկե։ Իհարկե, եւ շատ լավ է, որ հիմա ամանորի սեղաններն մի փոքր տարբերվում են եւ ավելի այսպես հետաքրքիր տրադիցիոնից բացի, այո, նոր հետաքրքիր բաղադրատոմսեր են շատերը պատրաստում եւ իհարկե ողջունելի է դա կարծում եմ։ Ինձ թվում է խոհանոցային վայրն է, որ պետք է միշտ ստեղծագործ լինել, չկրկնվել։ Այո, եւ հետաքրքիր է, չէ՞ լինում, որ ամեն անգամ հյուրերը գալիս են, ասում են ու զարմանում են։ Այո, այս անգամ ինչ աղցան ես պատրաստել։ Այո, հատկապես օրինակ մեր տուն որ գալիս են, գիտեն, որ աղցանների սիրահար եմ ես շատ հաճախ փոփոխում եմ աղցանները։ Միշտ ասում են, մենք գիտենք, որ մի հետաքրքիր աղցան այս անգամ պետք է նորություն լինի։ Այդպես Ինձ թվում է հիմա ինտերնետն էլ մեզ բավականաչափ օգնում է։ Իհարկե համացանցը այո, միշտ է օգնում։ Կարելի է ստեղծագործել, ինքներս կարող ենք էքսպերիմենտներ անել եւ զարմացնել, ինչը մենք սիրում ենք։ Այո։ Մեր հյուրերին։ Ես որոշեցի մի քիչ էլ ավելացնել մաղադանոս։ Իդեպ էլի մի բան էլ նշեմ, եթե կուզենաք էլի հետաքրքրացնել ձեր բաղադրատոմսը, կարող եք այստեղ կանաչիների խառնուրդ կա։ Ես ուզում եմ ասել, որ հոմ եմ կավելացնեի մի փոքր։ Կարելի է նաև այդպես չենք մոռանում, որ խոհանոցը էքսպերիմենտների վայր է, ամեն ինչ կարելի է, կանոններ չկան։ Այո, եւ յուրաքանչյուրն իր քիմքին ավելի է հարմարեցնում տվյալ բաղադրատոմսն, ուղղակի ես անկեղծ ասած համեմի համը շատ եմ սիրում խորոված պղպեղի, սմբուկի հետ, դրա համար մի տեսակ ավելի ես ուզում համեմը շատ լինի, այո։ Սամիթը նաև սոխը կտրեմ։ Այո, սոխը ես էլ փորձեմ սխտորը։ Պետք է մանր կտրել։ Հա, եւ քիչ ենք անելու Անուշ, որպեսզի շատ կծու չլինի։ Իդեպ մի փոքրիկ գաղտնիք էլ ասեմ, սոխի կծվությունը կոտրելու համար մի փոքր աղ ենք անում վրան եւ տրորում ենք, այդպես ավելի անփափուկ է ստացվում։
համ քիչ Այդ կծով։ չէինք լսել։ Ասեմ, ուրեմն մեր խոհարարները մեզ հուշել են, որ այս կանաչը հանում ենք Այո։ եւ այդ տհաճ համը կորում է ընդհանրապես Հնարավոր չի է, այո։ լինում, Խնդրում եմ աղը քերիչը փոխանցես։ բայց աղի հետ կապված այդ չէինք լսել։ Հետաքրքիր է, որ այսօր բաղադրիչների մեջ մենք չենք տեսնում կիտրոնը։ Կիտրոն, կիտրոնը միշտ օգտագործվում է։ Իդեպ էլի էքսպերիմենտ, եթե փորձեք անել, կարող եք էլի օգտագործել, բայց ես խորհուրդ չէի տա, որովհետև շատ ինձ թվում է մեր համերը կճնշի։ Ես փոքրիկ ավելի մանր քերիչով անցկացրեցի, հիմա փորձեմ այսպես գթալով անել, ինչքան մանր լինի եւ դելիկատ քանակությամբ, այնքան լավ։ Իհարկե, Շատ պետք չի որովհետև երբ շատ է լինում, այո, մի տեսակ մեզ պետք է ուղղակի համ ու հոտը վերցնել։ բայց սխտորն անփոխարինելի բաղադրիչ է, համեմունք է կարելի Այո։ ասել սմբուկի եւ պղպեղի հետ, Համաձայն եմ։ որովհետև առանց դրա ուղղակի անհնար է, պարզապես երբ չափի մեջ լինի, կարծում եմ ոչ մեկին տհաճ չի լինի։ Չենք վախեցնի մեր հյուրերին։ Ես խառնում եմ արդեն, համարյա վերջացրել ենք։ Իդեպ երևի թե մի փոքր էլ ավելացնեմ ձիթայուղ, որպեսզի ավելի փափուկ տեքստուրա ստանանք։ Նմանատիպ մի քիչ ավելի մանր կտրտված մի քանի շաբաթ առաջ պատրաստեցի եւ հացի վրա ուղղակի Գետաները տես։ այո, քսեցի կրեմ պանիր ու Պատկերացնում եմ ինչ համեղ վրան այս ստացվել անուշ։ պղպեղը շատ համեղ էր։ Իսկապես գնացի տուն տանն էլ պատրաստեցի։ Իմ տղեն շատ է, իմ որդին շատ է սիրում համեղ ուտել եւ երբ այդ Ինչպես բոլոր ոսկեդաները որդիները, չէ՞։ պատրաստեցի, ուղղակի ասում եմ, խնդրում եմ ամեն օր պատրաստի։ Խնդրում եմ ավելացնենք Ավելացնենք սոխը, կարծում կես, ինձ թվում է ավելի կեսը, քիչ, այո, այո։ Ու մենք արդեն սկսում ենք մեր մատուցամանի վրա հավաքել մեր աղցանը։ Իդեպ տրադիցիոն այսպիսի խորը ամանների մեջ խորհուրդ չեմ տա անել, այսպիսի տափակ մենք վերցրել ենք, ավելի հետաքրքիր լուծում է, քանի որ նախուտեստի նաև նշանակություն ունի, բացի աղցան լինելուց։ Հիմա ուրեմն կավելացնենք այս մեր ստացված մասան, այստեղ Եվ հետո սկսում ենք ավելացնել մյուս բաղադրիչները։ Այո։ Այսպես մի անգամից տարածենք։ Ասա որ շատ գրավիչ է, չէ՞։ Այո, շատ գեղեցիկն է։ Մատուցել կարող ենք նաև չորահացերով, ես այստեղ վերցնեմ։ Փեփրոնը իսկ դիտարկելով համաշխարհային խոհանոցը, ամեն դեպքում բացի իհարկե հայկական խոհանոցից, որ աշխարհամասի խոհանոցն է միշտ քեզ հետաքրքրել Ինձ թվում է մեր քիմքին ամենամոտիկը Միջերկրածովյան խոհանոցն է, ես էլ բացառություն չեմ, շատ եմ սիրում, որովհետև այնտեղ կա ձիթայուղ, որ ես շատ եմ սիրում, եւ մաքսիմալ բնական եւ առողջ են, իրենք շատ ինտուիտիվ, շատ լավ են սնվում։ Դրա համար էլ երկարակյացների թվով բավականին մեծ թիվ են, օրինակ Հունաստանում, Իտալիայում երկարակյացները շատ են։ Ինձ թվում է դա իրենց կենսակերպի եւ կերածնունդի նաև հետևանքն է, այո։ Բայց դու էլ միշտ քո բաղադրատոմսերում պարտադիր այնպես ես անում, որպեսզի առողջ լինի, օգտակար լինի, մթերքը ճիշտ մշակված լինի, որպեսզի վնաս չհասցնի։ Մեր վերջին շտրիխն է մեզ մնում սոճընկույզը։ Բայց կարող ենք տարբեր տեսակի ընկուզեղեն Ես սիրում եմ ճիշտ ասած սոճընկույզով, որովհետև բավականին հետաքրքիր համ ունի, բայց սովորական մեր հայկական ընկույզը նույնպես ինձ թվում է ուղղակի կմանրեցնեմ, ոչ թե մեծ կտորներով կդնեմ, տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Կարելի է չորահացեր դնել շուրջը եւ մատուցել արդեն չորահացերով։ Ինձ թվում է հրաշալի համ կունենանք։ Հրաշալի, գունեղ, օգտակար, շնորհակալություն Փեփրոնե։ Դե ինչ մեզ մնում է ասել անուշ լինի եւ անպայման հիշեք այս բաղադրատոմսը ու զարմացրեք ձեր հյուրերին։ Մեզ էլ մնում է ասել շնորհակալություն, վստահ ենք շատ շատերը հասցրեցին գրի առնել, իսկ եթե ոչ, հաստատ պետք է հետևել Առավոտ լուսային, որովհետև գուցե մեկ այլ փոխված բաղադրատոմսով եւս զարմացնեք ձեր հյուրերին, այնպես որ մնացեք մեզ հետ։ Երաժշտություն այս պահին մենք էլ գնանք ու տանք արժանի գնահատականը։ Ապրեք